Այսօր մենք գտնվում ենք բարձրադիր մի վայրում, որտեղ երկինքը գրեթե դիպչում է երկրին։ Այստեղ ծովի մակերևույթից մոտ 2000 մետր բարձրության վրա կյանքը ընկալվում է բոլորովին այլ կերպ, իսկ ժամանակը հոսում է մի տեսակ այլ ռիթմով։ Հենց այստեղ է կառուցել իր տունը Վահան Զանոյանը, մարդ, ով ունենալով մեծ հնարավորություններ, ընտրել է Հայաստանում ապրելը։ Նրա խոսքն ու խորհուրդները լսել են պետությունների ղեկավարներ, սակայն բացառիկ հաջողակ միջազգային կարիերան նա այսօր փոխարինել է քաղաքական ու հասարակական առաքելությամբ այստեղ իր պատմական հայրենիքում։ Այսօր Վահան Զանոյանի հետ Վայոց Ձորյան իր տանը, ավելի ստույգ Վարդահովիտում, խոսելու ենք կյանքի պարզ ճշմարտությունների մասին, ինչպես նաև մեր երկրի ու հասարակության համար կենսական հարցերի շուրջ։ Ողջույն Վահան։ Բարև ձեզ, բարեկալուս Վարդահովիտ։ Շնորհակալություն։ Ձեզ կարծեմ ավելի հաճելի է, երբ ձեզ ուղղակի անունով են, չէ՞ դիմում։ Այո, պաշտոնականության գարիք չկա, այո, Վահան։ Շատ լավ։ Վահան, ինչպես պատահեց, որ հենց այստեղ, հենց Վայոց Ձորում կառուցեցիք ձեր երազանքների տունը։ Դժվար է բացատրել, քանի որ շատ օբյեկտիվ պատճառներ չէին։ Ես երբ որ առաջին անգամ Հայաստան եկա 1989-ին դեռ Սովետ միություն էր, հետո ամեն տարի գկայի եւ գրեթե ծայրման եմ եկել Հայաստանը, հյուսիս, հարավ, արևելք, ամենտեղ բոլոր մարզերը, ներառյալ Արցախը, այն ժամանակ շատ գերտայի Արցախ։ Եվ չեմ գիտեր ինչ էր, բայց Վայոց Ձորը խոսեց իմ հետ։ Բնությամբ, այսինքն դերևս ավելի գեղեցիկ դեղեր, օրինակ Ղապան, Մեղրի, Լորի շրջանի անդարները, Դիլիջանի անդարները եւ այլն։ Շատ կանաչ դեղեր։ Բայց այստեղ հողը խոսում է իմ հետ, չեմ գիտեր ինչ է, չեմ գնալ բացատրել եւ մոտ 20 տարի է ես դունը գա եւ այն ժամանակ որ դունը սարքեցինք ասպես ճանապարհալ չկար, այսինքն մեծ արգազախնդրություն էր այդ վիճակի մեջ գալ այստեղ դուն սարքել, դուն կառուցել։ Երևի Օրբելյան իշխանների տոհմիկ կանչն է ձեզ բերել նաեւ այստեղ, այդպես կեցավայրն է եղել։ Շատ բադմություն կա, շատ։ Այստեղ ամեն քայլափոխի Միջնադարյանից ավելի առաջ պատմություններ կտեսնես։ Հիմա այս ներքևը պիտի տեսնենք բարիսպներ կան, որ բրոնզի տարից մնացած ամրոցներ եղած է, ճիշտ աս մեր կանգնած տեղը։ Արդագարգ պատմություն կա այս փոքր շրջանի մեջ։ Ապրում եք այս լռության մեջ, բայց ապրում եք ամբողջ պատմության դրվագներով հագեցած։ Հոյագապ դեղեոս։ Այո։ Եվ պիտի խնդրեմ մեզ հիմա ծանոթացնեք այս տերիտորիային, որովհետև հետաքրքիր բաներ եմ տեսնում հեռվում, օրինակ խաչքար կարծես, խնդրեմ բացատրեք, թե ինչ է դա Շատ լավ Աննաջան։ Այդ ճիշտ է խաչքարի դեսք ունի ես հերվից, բայց երբ որ մոդենանք հիմա կտեսնեք մկարգը մանրամասներն կան վրան, որ որևէ եկեղեցի կամ գրերական պիտի չընդունի որպես խաչքար, քանի որ մեր ամբողջ հայոց պատմությունը գա համարյա դոր վրա։ Ամենից որ հիմա գերտանք դեղում բացատրենք։ Լավ, Հերվից ինչպես էսի խաչքարը գնմանի, բայց եթե նայեք, վերևի շարքը մեր հեղինակներն են, Ազգը, Հայկ Նահաբեդ, Բեսրոբ Մաշտոց, Կոմիտաս, այսինքն մեր մշակույթի քաղաքագրթության բանը։ Երկրորդ շարքը որևէ եկեղեցի պիտի չընդունի որ լա, մեր իմ ամենասիրած չասվածներն են, Վահագն եւ Անահիտ։ Երրորդը Սասունցի Դավիթ, Տիգրան Մեծ, մեր հաղթանակի հերոսները։ Անգե ներքև Գջանշնակ ատտեմքը վստահ եմ Արամ Մանուկյանն է մեր։ Ինքը եթե չլիներ, առաջին հարաբերությունը չլիներ, մենք այստեղ կանգնած չենք լինի այսօր։ Եվ Սարդարաբադ։ Այդ որ ներքև, ադի շատ մարդ քիչ մարդ գիտի, էդի մեր Մուսալերան ծախի վրա։ Այո, ծախի վրա։ Մուսալերան ժողովուրդը երբ որ 1915-ին ճակատամարտ եղավ, հերոսամարտ եղավ, եկան Փորձայիդի, Եգիպտոս, 3 տարի։ Հետո պատերազմը երբ որ վերջացավ 19-ին ֆրանսիացիք իրենց յետ դարին մուսալեր։ Երբ որ յետ դարին այդ գոտողը հիմնեցին, ի հիշադակ իրենց հերոսամարտին։ Անշուշտ հիմա թուրքերը քանտած են, բայց նկարները կային եւ ես մուսալերան հերոսամարտի այդ գոտողը դրեն դեր, անշուշտ ձեռնագապեր, երկու հատ գենաձար։ Հիմա այդ ներքևը գրվածը
քիչ հայեր կհասկանան, իդը ուրդ բարատղնու, ասի մեր մուսալերան պարպարով ամենաընդունված օրհնությունն է, որը գսե վերջին օրը բարի տող լինի։ Բայց շատ ավելի խոր իմաստունի կամ վերջին օրը։ Այո։ Երբ որ մարդը ապրի երկար դարիներ, ունենա թորեր, ձորեր, իր հաջորդներուն ավելի բան թողե քան ինքուներ եւ մանավանդ շատ կարեւոր մի բան կա, որ իր մի ավելի փոքրերուն գորուստը չաբրի, գսեն վերջին օրը բարի եղա։ Վերջին օրը իդուրը բարայով շատ ավելի խորի մասն է։ Այո, այսինքն վերջին օրը բարի է, երբ դու փոքրիկ կորուստ չես ապրել։ Այո։ Բայց աս քարի ավելի կարեւոր նշանակությունը երկու կողքերն են։ Երկու կողքերը այն գոմը փորված բանգա, որ մեջը կանիստր մկասան բանով, մեդաղիամանով, անունները կան, ցուցադախտակը կային դեր, մեկը Վահան Զանոյանը իմ մեծ հայրս, միս վերևը Պապկեն Զանոյանը իմ հայրս, աջունները, իսկ անգոմը մեծ մայրս եւ մայրս։ Իսկ անոնց վերևը իմ դեղսոն է։ Մի օր չեմ շտաբում, բայց երբ որ հերթը կա, չէ, չեմ շտաբում, բայց դե պիտի կա, չէ՞ մի օր։ Այո։ Դա գիտես։ Այսպես ասի ոչ խաչկար է, ոչ գոտո, ասի ցեվով մեր ընտանեկան շիրմակարի պես բան է։ Այդ հուշագոտողի յեդին բարիս պեք դեսնում, չէ, հին բան։ Այդ բրոնզի տարից մնացած այստեղ եղած է հսկա ամրոց։ Այդ բարիս շարունակվում է մինչև ներքև եւ դեպի վար եւ դեպի վերել անգոնալ բարիս պգա։ Այստեղ եղած է ամրոցի գլխավոր բնակադեղը։ Ես բոլորը չէի գիտեր, երբ որ ազդեղ եկա։ Խոսում ենք հիմա 5-6000 տարի առաջ։ Այո, Եղեգիսն էլ մեծ քաղաք է եղել, չէ՞։ Այո, այդ շրջանը Եղեգիսի շարունակությունն է։ Հավանաբար, այստեղ Մեդաքսի ճանապարհի վրա եղած է Եղեգիսը։ Ուրեմն Այնաջան, այս ամբողջ Վայոց ձորի ամենակարևոր ծառը կնկատեմ ես։ Ասի դերևս 100-120 տարվա ընկույզի ծառ է։ Դապալած։ Արմադախիլ եղած, արմատները ընդերից անել են։ Լավան մարդիկ թողել են, որ պիտի այլևս չորանա մեռնի։ Բայց այս ծառը նորից ծլած է, ամեն ջուղերը սկսած են եւ ժայռի մեջ ծուլված։ Ժայռի մեջից վերականգնած, վերածնած ծառ է։ Ինձ համար ասք խորտանաշե մեր ասկը, մեր ժողովուրդը։ Մեզի պես արմադախիլ եղած, չարտված, դեղահանված, հետո նորից ծնած, վերածնած եւ հիմա մոտ 25 դարբեր ընկույզի ծառ ունենք աս տարածքի մեջ, ամենաշատ ընկույզ այստեղից կհավաքենք։ Այս ծառը։ Այս ծառից։ Ամենից որ կարելի է վերածնել։ Վահան Զանոյանը ծնունդով լիբանանցի տնտեսագետ է, գրող, անվտանգության փորձագետ։ Նրա բազմակողմանի կարիերան ընդգրկում է տնտեսագիտության, ազգային անվտանգության, էներգետիկայի, աշխարհաքաղաքականության, գրականության եւ Հայաստանի քաղաքական ու սոցիալական դիսկուրսում մտքի առաջնորդության ոլորտները։ Զանոյանը հրատարակել է բանաստեղծական հատորներ հայերենով, ինչպես նաեւ 4 անգլերեն վեպ։ Վահան, ձեր կենսագրության մեջ կա մի փաստ, որը շատերին ուղղակի անհավանական է թվում, շատերիս համար շուրջ 35 տարի, եթե ես ճիշտ գիտեմ, դուք աշխատել եք խորհրդատու, խորհրդական տարբեր երկրների կառավարությունների նախագահների համար։ Ինձ հետաքրքիր ինչպես եղավ ձեր առաջին հանդիպումը այդ ոլորտում եւ ինչպես ձեր նկատմամբ վստահություն կարողացաք ստեղծել եւ ընդհանրապես ինչպես են դառնում կառավարությունների նախագահների խորհրդատու։ Շատ լավ հարցում է, ես սկիզբը մենք երբ որ սկսանք փոքր, այսպես բուտիկ խորհրդատվական ընկերություն ունեինք Washington DC-ի մեջ եւ կենտրոնացած էինք միայն ուժանուտի վրա, էներգիի վրա, էներգետիկայի խորհրդատու էինք։ Ունեի մեկ գլխավոր պարտներ եւ ես ինքը առանց չի ծրագրեցինք, առանց ծրագրելու ինքը գնալով կենտրոնացավ գազམ་ագերբությունների վրա, այսինքն corporation-ների վրա։ Ուրեմն ինքը կենտրոնացավ մեծ ընկերությունների վրա, նավթի ընկերությունների վրա, ես կամաց կենտրոնացա ավելի կառավարական գազམ་ագերբությունների վրա, այսինքն ազգային նավթի ընկերություններ եւ էներգետիկայի նախարարությունների վրա։ Ուրեմն դեր էներգետիկայի մասին էր, ոչ թե քաղաքական անվտանգության մասին էր, բայց գամած, քանի ես ավելի այդ կառավարությունների հետ էի աշխատում,
ինքնաբերաբար առանց ծրագրելու նորից դարձավ ազգային անվտանգության։ Երբ որ ազգային անվտանգության թեմաների շուրջը սկսան խորհրդադուլալ, իրենք բերին իրենց երկրի ղեկավարները։ Ուրեմն ես այնադեն օրինակ Օմանի մեջ դարիներով Սուլտան Կաբուսի հետ նստեի, սուլտանի հետ ամիսը 3 ժամ հստակ ծրագրով իր հետ մեկ առ մեկ խոսեինք։ Ղազախստանի մեջ Նուրսուլտան Նազարբայևը, որ նախկին նախագահն էր, իր հետ էր իմ գործս։ Ամերիկայի մեջ շատ տարբեր pedagogan գազագերություններու ներառյալ իրենց կաղնի սպասար հետախոզություններու գազագերությունը Ճապոնիայի մեջ, որը շրջան շատ հաջող Ճապոնիա կգնայի, այն որ իրենց METI ասված Ministry of Economics and Trade բանը մեր հաջախորդներից մեկն էր։ Ուրեմն ասոց որևէ մեկը ծրագրված ծևով չեղավ, ծևով ինքնաբերաբար ուղղությունը այդտեղ դարավ մեզի եւ մենք էլ այդտեղ գնացինք։ Եվ հետո այդ վստահությունը արդեն տարածվեց մյուս երկրներում։ Առաջին երկրի ղեկավարը Օմանի թագավորն էր, հետո Ճապոնիայի վարչապետը, հետո Նազարբայևը Ղազախստան, Բահրեյնի թագավորը, Քուվեյթի թագավորը, էմիրը իշխանը, Նորվեգիայի կառավարությունն նշված, հա, Նորվեգիայի հետ շատ մոտ են աշխատած են։ Նորվեգիա իրենց ազգային նավթի ընկերությունը Statoil անունով իրենց միջոցով իրենց հետ սկսանք, Statoil-ի հետ սկսանք, հետո գամած անցանք կառավարության։ Այդպես որ դեր պորտֆոլիոն փաստացի թվարկեցիք նախագահներով։ Բայց միայն նախագահներ չէին, գազագերություններ էին, օրինակ Shell-ը իմ շատ բան մոտ հաջախորդս էր, Ֆրանսիայի Total ընկերությունը, որ նավթի ընկերություն է շատ մեծ էր, Exxon-ը Ամերիկայի, իրենց հետ ալ գործ ունեինք, եւ հետաքրքիր այն էր, որ երբեմն գարկմը քարյուղ արդատրող երկիրների շահերը եւ իր երկիրների մեջ գազագերությունները շահերը դահագասեին իրարու եւ երբեմն երկուսն էլ մեր հաջախորդն էին, այնպես որ շատ զսկուշ պետք է լինեին, թե ինչպես այդ conflict of interest ասված մի բան կա, չէ՞, չխանգարեն։ Կոնֆլիկտների շահերի բախման հարց կա։ Կային որ շատ բադայի շատ հաջող բեդության շահերը եւ այդ բեդության մեջ աշխատող օդար ընկերության շահերը նույնը չեն։ Այո, տարբեր։ Եվ երբ որ երկուսին էլ խորհուրդ է տալիս, մի քիչ կպարտանա բանը հարցը վիճակը, կային որ շատ զսկուշ պետք է լինել այդ բարակային։ Իսկ այդ նախագահների մեջ կան մարդիկ, ովքեր դեռ ձեր ընկերներն են կամ հետո դարձել այն ընկերություն եւ դեռ ձեր ընկերներն են։ Նայ շատերի հետ գապ բահեցի, բայց ես մոտ 12 տարի արդեն հրաժարած եմ այդ գործին, հանգստյան գոչված, ինքս նվիրած եմ կրագանության, ամենից որ 12 տարվա մեջ շատ բան կփոխվի, գարկ մարդիկը մահացած են, Սուլտան Կաբուսը մահացավ։ 12 տարի այլևս այդ կարիերա դադարեցրել եք այդ աշխատանքը։ Գիտեք, երբ ես ծանոթացա ձեր կենսագրությանը եւ անշուշտ այս հատվածը ինձ շատ տպավորեց, մտածեցի հիմա Հայաստանում մեր կողքին այս մասշտաբի մասնագետ է ապրում, ով ինչպես ձեր ընկերը ասաց, մեզ սկզբում ներկայացնում էր պարոն Մովսես Հերկելյան, ասաց դուք պատկերացնեք, նրա հաճախորդները ոչ թե մարդիկ էին, այլ կառավարություններ։ Եվ ինձ գիտեք առաջին բանը, որ հետաքրքրեց, արդյոք Հայաստանը ձեզ բարձր մակարդակով երբևէ դիմել է անվտանգության հարցերով խորհրդատվության։ Տեսեք, Հայաստանը առաջին օրեն չէ ուզած քաղաքական եւ pedagogan հարցերի մեջ դրսից մարդ խորհուրդ տա իրենց։ Ոչ թե միայն ես, որևէ մեկը։ Այն անկախության սկզբի շրջանից, հա։ Մինչև հիմա։ Երբևէ։ Հիմա տեսեք, ոչ pedagogan եւ ոչ քաղաքական ոլորտների մեջ հսկա ներդրում եղավ Սփյուռքից։ Գրթության օրինակ ոլորտի մեջ, գիտական ոլորտի մեջ, բժշկական, առողջապահական ոլորտի մեջ հսկա ներդրում։ Այսին Հայաստանի գարողությունը այդ ոլորտների մեջ անգամ բարձրացավ, գինեկորձության ոլորտի մեջ, բայց այս ոլորտներ էին, որոնք pedagogan չէին եւ քաղաքական չէին, եւ որտեղ կառավարությունը վարչագազմը այդ օրվա չխանգարեց իրենց միակ գործը չխանգարելն էր, ուրիշ չխանգարեց, որ այդ ոլորտները չխանգարելն էր, ուրիշ բան չէր։ Եւ անկանալի որ չխանգարեցին, հսկա ներդրում եղավ։ Բայց pedagogan եւ քաղաքական ոլորտների մեջ մեկ հա ասում են ես մեծ գրեթե բոլորի հետ հանդիպած եմ ժամանակի ընթացքին մեր ղեկավարները նկատում ենք, հա։
Ուգլսեն ու լավ հերիք լավ գրնակ հիմա գրնակ մեկնել, հա։ Այսինքն ձեր նախաձեռնությամբ է եղել հանդիպումը, իրենք չեն կամ հրավիրել։ միջնորդելով, կամ զանոթներու միջոցով եւ այլն, բայց իրենք գամ ազատությունը չունեին։ Իրապես անգախ գարձիկ լսելու կամ անկան գաբված էին այդ իրենց դիրույթն է ադիա, հա։ Այսինքն դուրսեն գալ խանգարել Բայց դուք չէիք խանգարելու, դուք ամբողջ աշխարհին խորհուրդ տված մարդ եք, դուք։ Հա, բայց երբեմն չեն ուզում խորհուրդ լսել։ Քանի որ իրենք իրենց օրագարկ ունեն։ Այո։ Հստակ դրված։ Խորհրդի կարիք։ Խորհուրդը եթե նույնիսկ խելոք խորհուրդ է, գրնա իրենց օրագարկից մի քիչ տարբերիլ, չէ, գլխացավը չեն ուզում։ Որ ոլորտում դուք կարող եք օգնություն ցուցաբերել, որպեսզի ոտքի կանգնենք։ Տեսեք, կրնանք օրինակ դիվանագի դագան ոլորտի մեջ դարբեր ուղղություններ ցույց տալ իրենց, թե որոշ այն մարդահրավերը, որու արժև կանգնած ենք այսօր, մեկ ծև չի գա միայն դիվանագի դորեն այդ մարդահրավերը դիմակրավելու։ 10 ծև գա։ Եվ ժամանակի ընթացքին ամենալավ, ամենաարդյունավետ ծևը կփոխվի։ Ամեն օր կարող է փոխվել։ Ամեն օր կարող նայած աշխարհի մեջ ինչ է փոխվում եւ աշխարհի մեջ շատ բան է փոխվում։ Օրինակ մեկ ես կհավատամ, որ մեր դիվանագի դագան ցախողություններից ամենակլխավորը այն էր, թե մենք չհասկացանք, թե Ռուսաստանի շահերը ոնց են փոխվում, մանավանդ Ուկրաինայի պատերազմից ամիջապես առաջ եւ վերջ։ Չհասկացանք։ Մենք ենթադրում էինք, որ նույն Ռուսաստանն է, որը մենք ատկանադեմ վարժենք։ Եվ հետո մեղադրում ենք Ռուսաստանը։ Ես չեմ մեղադրում Ռուսաստանը։ Ռուսաստանը իր շահերը հետապնդեց, բայց իր շահերը փոխվեցան։ Եվ երբ որ շահերը փոխվին, իր վրա ապավինող դաշնակիցի բարակաները եւ հնարավորությունները եւ այլ ընրակները լրիվ կփոխվին։ Այո։ Եթե այդ մեկը չհասկանանք, ուրեմն հսկա խվտանքի արժև կգանք, ասի օրինակները մեկն է։ Այո։ Մենք չհասկացանք, թե բանի ինչպես փոխվեցավ աշխարհակաղակական համագարկը, երբ որ Սարը պատերազմը վերջացավ։ Սարը պատերազմի ժամանակ Ամերիկան եւ Սովետ միությունն էին գլխավոր բաները, եւ գլխավոր բանը բայկարը միայն տնտեսական չէր։ Գլխավոր բայկարը աստեցություն էր աբդարբեր երկինի վրա ուժի իգերարում էր։ Երբ որ Սարը պատերազմը վերջացավ, կամաց գլխավոր միջազգային համաշխարհային աշխարհակաղակական բում բայկարը եղավ Ամերիկայի եւ Չինաստանի միջև։ Ամերիկայի եւ Չինաստանի մեջ եղած բայկարը շատ ավելի կոմերցիալ էր, շատ ավելի տնտեսական էր։ Չինացիք իդեոլոգիական խնդիր չունեին, կոմունիզմ դարաձելու գաղափարական ոչ մեկ օրագարկ չունեին, ինչպես Սովետ միությունը ուներ։ Ամենից որ այդ նոր համագարկի մեջ, այդ նոր համաշխարհային հսկա աշխարհակաղակական բայկարի մեջ մեր դիրքը որտեղ միտել դար գամած, այդ դալգար։ Ասեցակ հարցերի մեջ օրինակ, ես ուրիշ կառավարություններու շատ բան գլուխ չկովամ, բայց օգտակար խորհուրդ տված եմ օրինակ։ Ռազմավարական ուղղություններ սահմանել երկրի համար։ Կարելի էր edel, այստեղ շատ օգտակարներ։ Բայց խնդիրը ինչ է, գիտեք, ոչ թե միայն ներկա իշխանությունը, անցյալի իշխանություններն են, իրենց օրագարկը անկան հստակ հասկացել էին ու գիտեին եւ հիմնել էին այդ օրագարկը արդեն գոյություն ունեցող համաշխարհային գաբերի վրա եւ չէին տեսնում, որ այդ գաբերը փոխվելու վրա են։ Այս է խնդիրների մի մասը։ Բայց նախկին իշխանությունների ժամանակ գոնե Ռուսաստանը որպես ռազմավարական գործընկեր իր կայուն տեղում էր։ Ռուսական որպես ռազմավարական գործընկեր գայուն տեղում էր այն կանադեն, որ իր շահերը տերնույնն էին Հարավային Կովկասի հանդեպ։ Այո։ Տեսեք, Հարավային Կովկասը փոխվեցավ։ Ես նախկին Ռուսաստանը, եթե մի բա ձեր միտքը բերեք, բացառված է, որ Թուրքիո ներկայությունը ընդուներ Հարավային Կովկասի մեջ։ Իրենց pedagogan շահերը միջև այսօր կբահանջեն գերագույն pedagogan շահերը, որ Թուրքիան Հարավային Կովկասի մեջ ներկայություն չունենա։ Այդ մեկը զիջեցին։ Զիջին, որովհետև այդ բահուն Ադրբեջանի ուրիշ ծևերով գարիկը ունեին։ Այո։ Պատկերացուցեք, որ
Թուրքիան Հարավային Կովկասի մեջ Թուրքիո ներկայություն ընդունելու չափ փոխված իրավիճակը, որ հսկա փոխփոխություն է Ռուսաստանի համար, մենք չկդակցենք եւ չգիտենք ինչպես պիտի վարվենք դրա հետ։ Մենք դեռ կանդրադառնանք քաղաքական թեմաներին, հիմա հետ գնանք ձեր գրողի գործունեությանը, ձեզ որպես գրող դիտարկենք, որովհետև հայաստանյան հասարակությունը ձեզ երևի թե ավելի շատ այդպես էլ ճանաչում է, գուցե նրա հետ կապված, որ վերջին շրջանում ավելի շատ ստեղծագործում եք, հավանաբար ձեր առաջին ժողովածուն եղել է վերադարձը, որը չեմ տեսել, դրա համար ներեցեք ինձ, որ չեմ կարդացել, գուցե ինչ-որ տող հիշեք այդտեղից, քառատող կամ բանաստեղծություն այդտեղից մեջ բերեք։ Վերադարձից կրնամ գարտալ մի գաժ բան։ Հա, ենթադրում եմ, որ դա հայրենիքի մասին էր, չէ՞, վերադարձի հետ կապված։ Այո։ Վերադարձը շատ հայրենիք վերադառնալու թե կողունակության, թե հիաստապության մասին է, երկուսն էլ գային։ Երկուսն էլ զգացել եք։ Սպիրկայի համար առաջին անգամ հայրենիք գալը հսկա կողունակության աղբյուր էր, բայց նույն այդեն սպիրկի մեջ մենք ամբիսի պատկերացում գտնենք մեր մտքի մեջ, թե հայրենիքը ինչ է։ Եվ երբ որ կանք այստեղ եւ տեսնենք, որ մի քիչ դարբեր է, ոչ թե մի քիչ շատ դարբեր է այդ մեր պատկերացուցից, կսկսենք ապրիլ հիաստապություն։ Այդ երկու տեսակ բանաստեղծությունների զգացումների խառնուրդն է վերադարձը։ Իսկ վեպերը հիմնականում անգլերենով են տպագրվել։ 4 վեպերը 4-ն էլ անգլերեն, բայց 3 հատը թարգմանված է հայերենի։ Հա, եւ արևելա հայերենի, այստեղ Հայաստանում, Հայաստանում հրադարակված է։ Եվ անգլերեն գրելու բաժաններս մեկը առաջին երկուսը մանավանդ բաներ sex trafficking-ի մասին էր։ Այն սովետության փլուզումեն հետո շատ լավ բաներ եղան Հայաստան, բայց վատ բաներից մեկը այդ sex trafficking-ի բաներ առաջ խաղացներ եւ շատ վատ էր այդ առաջին օրերուն։ Եվ ես բադահմամբ հանդիպել էի շատ երդասարդ 16 տարեկան հայ աղջիկամը Դուբայում, որ իր կամքի հագարակ վրդված էր այնտեղ, եւ անկան ինձ դանչեց այդ թեման, որ վեպը գրեցի եւ ուզեցի միջազգային համաշխարհային աղմուկ անել։ Այդ բաժարով անգլերեն գրվեցավ վեպը։ Հետո երկրորդը ադո շարունակությունը անգլերեն գրվեցավ, հետո երրորդը ասմիս իմ ասպարեզիս թեմաների մասին է, Հայաստանի մասին չէ, ադալանկներով գրվեցավ եւ ամենավերջինը կինո վերածնունդն է, որ անալանկներով գրվել, բայց թարգմանված են այդ երեքը։ Այո։ Գտնենք այդ, որը կուզենայիք կարդալ ինչ-որ համել մեր հեռուստադիտողին ծանոթացնենք, ով որ չգիտի։ Այս հադորի ամենավերջը բստիկ բադգերներ կան։ Բահեր ճանապարհեն խորակրով։ Դարբեր բահեր են ճանապարհեն, մեկը վայոցոր, մեկը բնության մասին, որ այս վերադարձի ջամփուն վրա մարդ կհանդիպի։ Այո։ Գեսկիշերին, ծույնի մասին, ամեն տեսակ բաներու մասին եւ բնության մանավանդ խելակար բնության մասին։ Իսկ այդ ճանապարհի բահերից մեկը ամենավերջինը գարտամ։ Կարդացեք։ Եվ վերջապես դու ջանցած ես շարժուծևով հեզ ու համեստ, բայց ոգիով գրագուպոց այնքան սիրուն շնորհալի աղջիկները Հայաստանի, արժանացած ես տուն անոնց, գաղդակողի ամաչկոտ թյութի ճբդին եւ ավելին, դիրացած ես կետ անոնց մեգուն սրդին, ասալ ճանապարհից բահերից մեկն է։ Բայց կնության առել եք ոչ հայաստանցու, չէ՞, ոչ հայի, ճիշտ գիտեմ, թե ձեր կինը հայ է։ Իմ կինս հոգիով 100% հայ է։ Ծնունդով ալ ես կարծեմ հայ է, բայց ինքը դեղյակ չի այդ բոլորը։ Համոզել եք արդեն, որ հայ է։ Մովսեսը համոզված է, որ ինքը ոչ թե միայն հայ է, մուսալերցի է։ Չէ՞ լուրջ, օրը Մովսեսին հարցուցեք, ցեզի կբադի։ Ինչ ազգ է։ Ազգությամբ։ Ես իռլանդական, ես դանիմարկական։ Դանիացի։ Մենք իհարկե խոսեցինք մի փոքր նաև այդ գինու աշխատություն։ Անգլերենը, եթե ամիջայստար, հայերեն թարգմանությունը։ Ոնց է անգլերեն հնչում։ Waking Noah's Vines։ Ասում են, որ դուք այդ աշխատությամբ նույնիսկ ինվեստորների եք գրավել, հա, Հայաստան բերել, նման բան կա։ Ես չեմ բերել այդ աշխատությամբ, բայց իմ ամենամոդիկ ընկերներս այդ ոլորտի մեջ են։ Ամենանշանավորը դերևս Վահե Քեշկերյանն է, որ առաջին օրերից այդ հեղափոխությունը հրավ Հայաստանի մեջ,
Բայց վերջերս շատեր գրնամիշել Վարուժա Մուրադյանը, որ Վանարդինը, բանը Ադամ Կապլանյանը ամենավերջինը, որ Ալեքսանդրակինին սկսավ իմ մոդիկ ընկերերս մեկը Հովագիմ Սաղաթելյանն է, որ շատ գսիրեմ այդ մարդը, քանի որ ոչ թե միայն կինեկորձ է, փիլիսոփա է, եւ շատ սիրուն գիրք ունի, Այգի անունով, որ ամբողջ հին պատմական Հայաստանի կինո պատմությունը կպատմի։ Իսկ ան հնակեդը Բորիս Կասպարյանը հոյագավ աշխատություն ըրած է Հայաստանի կինին եւ բանը որտադունգը Հայաստանի մշակույթի մեջ ամբողջ պատմությունը, թե ինչպես խաղողը եւ կինին անբաժանելի մաս են հայ քաղաքագրության մեջ։ Կինին մեր պատմությունից անբաժանելի է, մենք դեռ այդ մասին շատ գիտակի չենք, քանի որ սովետի ժամանակ տեսեք 70 տարի, 71 տարի Սովետը գետրոնական ծրագրով, բանի պլանավորով աշխատեր չէ։ Ուրեմն Մոսկվա նստած այս սովետի խելացիները որոշեցին, որ Հայաստանը պետք է կոնյակ արտադրե, իսկ Վրաստանը գինի։ Ահա։ Ժամանակի ընթացքին 70 տարվա մեջ Հայաստանի գինու արտադրելու մշակույթը բացեցավ այդ պատճառով։ Ամեն ուժը գնաց կոնյակի։ Իսկ վրացիք դարձան գինի արտադրող։ Այդ բան։ Մենք դժվարավ դուրս եկանք այդ ստատուսից եւ շատ սպյուրքի ներդրումներ եղան այդ պատճառով է որ դուրս եկանք։ Հետևաբար դժվար դուրս կգայինք։ Առաջին անգամ երբ որ ես Հայաստան եկա 89-ին դեր սովետ միությունն էր։ Դուք դեր ծնված չէիք հավանաբար այն այդը։ Շնորհակալություն, բայց ուրեմն դեղական խմվելիք մի հատ գինի չկար։ Հիմա Հայաստանի գինիները որևէ մեկ եվրոպական գիները չեն փոխեր։ Դուք հայկական գին եք օգտագործում։ Միայն։ Այդպես ուղղակի պատրիոտիզմից ելնելով թե ուզում համը հավանում։ Անգերզորեն պատրիոտիզմի հետ կապ չկա։ Վատ գինիներ ալ կան Հայաստանը։ Շատ կան վատ գինիներ, բայց Հայաստանի լավ գինիները որևէ ուրիշ գինու հետ ես նույն մակարդակի վրա դեմ կամ ավելի լավ։ Եվ թե Հայաստանում, թե արտերկրում հայկական գինի խմեմ ես միայն։ Ոչ թե ազգային բան չէ։ Տեսեք, երկու բարակա կա, երկու իրողություն կա, որ ես սուտ չեմ կարող ասել։ Ուրիշ տեղը սուտ գխոսին, հեչ խնդիր չունեմ սուտ ասելու, բայց երկու բարակա կա, որ չեմ կարող։ Մեկը վատ գինին լավ է չեմ կարող ասել։ Մյուսը վատ բանաստեղծության լավ է չեմ կարող ասել։ Եվ շատ մարդ վիրավորած եմ այդ պատճառով։ Ուղղակի երեսին գսեմ, խնդիր չունեմ։ Բայց ուրիշ հարցերի մեջ սուտ մեկ ասում եմ, անցնում եմ, գնում։ Մի անգամ ադեմ որ մարդու վնաս չեմ դար։ Գինին ու գիրը փաստորեն։ Գինին ու գիրը գարելի չէ աղավաղել, գարելի չէ։ Ձեր սիրելի հայ գրողնով է։ Գուշակ է։ Այո։ Դե կամ Սևակ, կամ Չարենց, կամ Վիլյամ Սարոյան։ Սևակ Չարենց բանաստեղծներից, արևելահայ բանաստեղծներից։ Բայց ես շատ եմ սիրում գարկում արևմտահայ բանաստեղծները, չեմ դեռ որքան տեղյակ եք նոս, Դանիել Վարուժան, այո, իհարկե։ Միսակ Մեծարենց, դերևս հայ գրականության ամենառոմանտիկ բանաստեղծը, արևելահայ, արևմտահայ միացած, ամենառոմանտիկը Մեծարենցն է, հա։ Վիբասաններից անշուշտ Ռաֆիի պես չկա, ես 16 տարեկան էի, այստեղ հորեղբայրս մահացած էր, Ռաֆիի ամբողջ 10 հադորները ուներ, ինձի ղրգեցին այստեղից, հորաքույրներս ինձի նվեր ղրգեցին։ Մի ամար, չեմ քնացած, մենք Մերկյուղը անջար, Ռաֆին զայր այդ ամար գարտացել էի, չէի կարող թողնել։ Խեջ մայրս կուկար քիշերը 4-ին փորձեր ինձի արտնասնել, քնացնել։ Հայ հոգեբանության մեջ մի քանի բանաստեղծություն կա, որ արմատացած է չի վերանար։ Չարենցի ես իմ անուշ Հայաստանին, օրինակ։ Գաբոդիգյանի խոսքին որդուն։ Անկան խորք ունինաս հայ հոգեբանության մեջ, ոչ թե որ միայն որպես բանաստեղծություն, այլ ժողովրդի հոգին հարազատ։ Անկարելի է։ Ոչ մի ժամանակի փորձությանը դրանք չեն ենթարկվում, չէ՞։ Թումանյանը, չմոռնանք, Թումանյանի քարյակներ ես երկար ժամանակ մինչև այսօր չեմ գրնար անչադել Թումանյանը հայ հոգեբանությունից։
Ոչ թե միայն քարյակները, բանասիաչությունները, հեքիաթները։ Ես ահագին մեծ էի, նոր հասկացա անխելք մարդու հեքիաթը ինչքան մեր մասին է, չէ՞։ Շատ լավ, այս գրական թեման մենք փակենք եւ այս թեմայի ավարտին ես ձեզ կուզենայի մի փոքրիկ նվեր անել, խորհրդանշական։ Ուզում եմ ձեզ նվիրել մեր գործընկեր Truzart ընկերության այս աշխատանքը հայկական թռչնատառերով եւ Վայ, ասին սիրուն բան։ Մաշտոցյան այբուբենը դուք իհարկե ինքներդ կգտնեք նպատակահարմար ձեր որ տանը դա փակցնել, գուցե որ ձեր արտասահմանցի ընկերները տեսնեք թե դուք ինչ տեսնեն թե ինչ տառերով եք դուք գրում։ Մաշտոցյան այս խորհուրդն ուղղակի շատ շնորհակալ անկանցկացված եմ, ապրեք։ Իդեպ Truzart-ում դուք կգտնեք հայկական տարբեր զարդանախշերով շատ էսթետիկ աքսեսուարներ, հագուստ, պարզ, խորհրդանշական, հայկական։ Ավելացրեք մի փոքր հայկական շունչ ձեր առօրյայում։ Բրենդի ողջ տեսականին ներկայացված է Երևանում, Խորենացի 3 հասցեում։ Իսկ հիմա վերադառնանք ամենասկիզբ ձեր ծննդավայր։ Դուք ծնվել եք Հալեպում, բայց մեծացել եք Անճարում, ինչպես ասում են, հպարտ մուսալերցու ընտանիքում եւ հավանաբար այդ մուսալերյան պատմություններով էլ մեծացել եք։ Ինչ մթնոլորտ կար ձեր ընտանիքում։ Ինչ եք քաղել ձեր հատկապես հորից եւ մորից։ Պիտի վերադառնանք մուսալերան հերոսամարտին։ Մուսալերան հերոսամարտին երբ որ ֆրանսիացիք եկան եւ հայությունը հանեցին մուսալերից, բերին Պորտսայիդ ըսված Եգիպտոս։ Այնտեղ 4 տարի վրանների տակ ապրել են հայերը։ Մինչև 19 թիվ, չէ՞։ Մինչև 19 թիվ, երբ որ պատերազմը վերջացավ, ֆրանսիացիք այդ աջամփոս ժողովուրդը Պորտսայիդից հանել դարել են մուսալեր։ Մեծ հայրս Վահան Զանոյանը մուսալերցի չէ։ Սեբաստիո Գամերա քյուրից է։ Իր ամբողջ ընտանիքը չարտված էր 15-ին, ինքը փախած էր եւ Սուրիո սահմանին վրա անգլիական բանակին հանձնված էր անգլիացիք այն օրերուն երբ որ հանդիպեին Թուրքիայի բանակից փախած հայը գղրգեին Պորտսայիդ քանի որ այնտեղ քեմպը կար ամբողջ ուրեմն մեծ հայրս այդտեղից կերտա Պորտսայիդ եւ աջողորդին կմիանա եւ այնտեղ կզանոթանա մեծ մորս հետ եւ այնտեղ կամուսնանան Պորտսայիդի վրաների տակ ուրեմն 19-ին երբ որ բادرապես գվերշնապոլոր գվերատարդան մուսալեր, երբ որ գահասնի իրենց հինդունը, մի օր հետո հայրս գծնվի մուսալերան վրա, մեծ մայրս այնադեն հղի եղած է այդադեն։ 19-ից մինչև 39-ը գաբրի մուսալերան վրա 20 տարի։ 39-ին ամբողջ մուսալերան հատվածը կդրվի Թուրքիո, առաջ Սուրիո կպատկաներ, Իսկանդարուն Տրվեց Թուրքիային։ Հայերը 39-ին գսեն բավենք ոս այստեղ ոնց ապրենք, ֆրանսիացի կբռնեն բոլորը կբերեն Անջար գյուղը։ Անջար գյուղը կհիմնեն, ամեն մեկ ընտանիք համար մեկ սենյակ կկառուցեն, կթողնեն այնտեղ։ Բավականին մեծ գյուղ է, չէ՞, շեն փողոցներով, լուսավորված։ 2000-3000 չեմ դեր քանի հատ ժողովուրդ էր եւ առաջին դարիներին այնտեղ ինչ որ երեխա զնված է բոլորը մահացած են, քանի որ ջահիջներ էին եւ մալարիա գար, մեժեղ մալարիա։ Ուրեմն 39, 40, 41 թվականներին զնված ոչ մեկ վերաբրող չկա Անջարի մեջ։ Մեծերը մի կերպ դիմացել են, բայց նորածին երեխաները չեն դիմացել։ Պայմաններ են։ Հետո 47-48 թվականներուն Հայաստանից կուկան, սովետական Հայաստանից այդ դեղահանված հայերը կփորձեն համոզել, որ հայրենիք վերադառնան։ Հիմա իմ ընտանիքից թե հորս կողմը, թե մորս կողմը գրեթե բոլորը կորոշեն գալ։ Բացի հորս, հայրս եւ մեկ հորակույր ունիմ, ան երկուսը կմնան։ Միշտ բոլորը կուկան։ Հայրս կփորձի համոզել մեծ հորս Վահան Զանոյանին, որ մի հավատակ ասոնց արադություն գա, ասկա, ամեն ինչ կա, ինչ հոյագապ դեղ է, թե բادرազմից նոր ելած, աս երգիրը, քարուկանտ երգիրը ինչ է կանում։ Մեծ հայրս Վահան Զանոյանը, որ Սեբաստիայից Սիրիա, Սիրիայից Եգիպտոս, Եգիպտոսից մուսալերից Անջար, աքսոր տեսած է։ Մի շատ յուրահատուկ դարոնակ ֆոբիա վախ ունեցած է իր մտքի մեջ, որը օդար երրի մեջ մեռնելու վախն է։ Մարդը ուզած է իր վերջ եւ վսած է, բերանով վսած է, որ ես կուզեմ վերջին շունչս հայրենի հողի վրա քաշել։ Ուրեմն գուկան էստեղ 48-ին մեկ տարի հետո ամբողջ հորս կողմը բոլոր Զանոյանները գաքսորվին Սիբիր։
Մեծ հայրս, որ եկել է այստեղ մեռնելու, Սիբիր կմահանա։ 54-ին, 53-ին Ստալինը կմեռնի, 55-ին իրենց ներում կուկա։ Բայց 54-ին արդեն մեծ հայրս Վահան Զանոյանը այդտեղ մահացել։ Հիմա իր գերեզմանն ալայնի չէ, այնտեղ գտային թափեին հասարակած փակերեզմաններում էր։ Ամենից որ ազ բազմությունը շատ ջնշած է ինձ։ Շատ ողբերգական իսկապես։ Հայրս ամենա հագա սովետ մարդն էր աշխարհի, այս բաժարով, միայն այս բաժարով, թե կոմունիզմի չէր հավատար, բայց թե այս բանը որ ամեն անգամ որ միտքը կար, չէր իմանալ, ասին, այդ հուզմունքից չէր իմանալ հայրս, մայրս, բոլորը։ Այդ է մեր կապը, բայց ես որոշեցի, որ քանի այդ մարդուն միակ պապակը հայրենիք տեսնել էր, հայրենիքի մեջ մահանալն էր, այդ հուշագոտովը որ տեսանք, այդտեղ որ իրենց աջունները կանասի, մեծ հորս անի մեջ իր աջունը անշուշտ անգարելի էր, մեծ մորս գերեզմանից, որ էջմիածին թաղված է, հողը արած են եւ այդ նույն հողը այդտեղ դրած են, մեծ մորս գերեզմանը գա, էջմիածին մահացան, հորս մորս գերեզմանները կան, բայց մեծ հորս գերեզման չկա, ոչ ալ աջուն կա, ոչ ալ հողը, բայց գոնե իր կամքը դուք կատարել եք, բայց հայրենիքում հանգչելու գուցե հիմա ասոնք կրնալ սիմվոլիկ խորհրդանշական բաներ են, շատ գործնական իմաստ չունին, բայց ինձ համար կարևոր էր։ Գիտեք, խորհրդանշական է, բայց այդ պատմության իհարկե ողբերգական ավարտով պատմության հիմքը հայրենասիրությունն է, հայրենիքի կանչն է եղել։ Ինձ հետաքրքիր է ձեր կարծիքով հայրենասիրությունը ինչպես են դնում երեխայի մեջ, ինչպես են դա, ոնց ասեմ, ոնց է դա ստեղծվում, ոնց է դա դրվում։ Տեսեք, հայրենասիրությունը որքան որ ես գրծած եմ տեսնել, գպխի որոշ պատկանելության զգացումից։ Քո ազգի պատմությունը, եթե յուրացնես, հայրենիքը յուրացնես։ Քո ազգի հանդեպ պատկանելության զգացում եթե ունենաս, այն adեն հայրենասիրությունը բնականաբար գուկա, ոչ թե մշակվի արհեստական ծևերով, չէ, գուկա։ Ես ոչ հայը, ոչ հայրենասիրությունը կչափեմ արյունով։ Տեսեք, ես շատ գիտեմ զդարյուն հայեր, որոնք թքած ունեն ամբողջ Հայաստանի եւ հայության վրա, եւ գիտեմ նաեւ հայեր, որ երկու բառ հայերեն չեն գիտեր, ինչ օգուտներ բերած են աս երկրին, որքան ներդրումներ արած են եւ չագերյալ խառնածին են, մեկ ես հայ կամ քառորդ հայ կամ եւ այլն։ Կարևոր այդ պատկանելիության զգացումն է, գիտակցությունն է։ Իմ մոդիկ ընկերները շատերը, որ 100% զուդարուն հայ չեն եւ հայերեն չեն գիտեր, այստեղ ինչ ներդրում գրնամ նույնիսկ անուններ դալ, օրինակ Ջեյմս Թուֆենկյանը։ Այո։ Ռուբեն Վարդանյանը, որ ինձ շատ մոդիկ մարդ է, արժան կամ որ 20 տարի առաջ հանդիպեց, հայերեն չէր գիտեր։ 2-3 բառ գիտեր։ Ինքը հետո հայերեն սորվեցավ, բայց այդ պատկանելիության զգացումը 100% ուներ Ռուբենը։ Եվ 600-700 միլիոն դոլար ներդրում նվիրատվություն, ոչ թե բիզնես ներդրում ըրած է Հայաստանի մեջ եւ Արցախի մեջ։ Եվ ամենաշատ զոհաբերած մարդկանցին մեկն է այսօր իմ կարծիքով։ Օրինակ, ամենից որ ոչ լեզուն, ոչ արյունը, հաբա ինչը այդ պատկանելիության զգացումը որ կուկա պատմությունը հասկանալից։ Ես ուզում եի ուղղակի գիտեք ինչը հասկանալ, դա դաստիարակում են երեխայի մեջ, դնում են թե այդպես պիտի ծնվի, տեսնի, չգիտեմ, թե հատուկ աշխատանք պիտի տանենք։ Տեսեք, հավանաբար ձեր ընտանիքներում տարվել է այդ աշխատանքը։ Մեր ընտանիքի մեջ միջավայրը ամբես էր, որ ուրիշ ծև չէր կարող լինի։ Միջավայրն էր։ Հատուկ դաստիարակություն չկար, հայրենիքը ասե, չէ։ Դպրոցում կար, օրինակ մեկ 7 տարեկան էի, 10 տարեկան էի, ինչ է, այդպես կհիշեմ, Արցախի մասին մեզի մեր հայոց պատմության ուսուցիչը կպատմեր։ Ամարասվանքի մասին, հայկական առաջին դպրոցը Մեսրոպ Մաշնորհի կողմից բացված եւ այլն եւ այլն։ Այդ պատմությունները անկան հոգեհարազատ ծևով կպատմեին մեզի դպրոցում, որ ամբիջապես 10 տարեկան երեխա սպիրկի մեջ նստած Արցախ արդեն ընդունած է որպես իր հայրենիք։ Ուրիշ չէր գնարել։ Այդպես է։ Դե կոնկրետ աշխատանք։ Ազի դաստիարակության մեկ մասն է այո, այսօր որոշ չափով փորձած են հայրենասիրություն կոնցեպտը վարգապետել։ Այո։ Նույնիսկ խոսք եղած է, որ հայրենասիրությունը մեր սխալներից մեկն է։ Մենք
իբր թե շատ Դա խանգարում է։ գին վրա ջարած ենք հայրենասեր լինելու վաճառով եւ խանգարած է հայրենասիրություն։ Եղբայր, ադի սվելու խոս չէ։ Նախ ադեսակ միտք ունեսողը պետք չի ադան միտք ունենա։ Հայրենասիրության չափ իմ գարձիկով մակուր, շինիչ, օգտակար բան չի գալ, քանի որ եթե չունես, ուրեմն չես պատկանիր որևէ տեղ, այսինքն գնջու ես։ Գնջու, թափարական։ Եվ մենք թափարական հայ ենք, այո, բայց այդ պատկանելության զգացումն է, որ մեզի բահած է հայ ասկանադեն, ասկան տարերով, առանց բեդության։ Ես սկզբում երբ ներկայացնում էի ձեզ, ասացի, որ դուք ամեն ինչ թողնելով այսօր տարվա մեջ քանի ամիս, 8 ամիս ասացիք ապրում եք Հայաստանում եւ ձեզ ազգանվեր գործունեություն եք անում, որովհետեւ բավականին բաց եք խոսում եւ ձեր խոսքն էլ կարծես կրթելու ինչ որ լուսավորելու նշանակություն ունի, բավականին բաց եք արտահայտվում, ուր կարող է տանել մեզ այս տարվող քաղաքականությունը հիմա, երբ որ մեզ փորձում են այս մեր հիմնական հենասյուներից, ինչի վրա մենք հենվել ենք, Արարատից սկսած ոնց որ ետ պահել, ասելով, որ սխալ ենք արել, ինչպես դուք նշեցիք, դա լավ տեղ չի տանում, ուր կարող է տանել այս քաղաքականությունը, ուր կարող է հասցնել։ Վատ սցենարները շատ ավելի են, քան հավանական լավ սցենարները, որ անկանալ հավանական չեն։ Իմ մեծակույն խնդիրս ներկա քաղաքականության հետ վարչագազմի օրագարկը աբազկայնացնելն է։ Այսինքն ազգային օրագարկի վրա կան շատ կարևոր հարցեր, օրինակ ցեղասպանության ճանաչումը, օրինակ Արցախի ժողովրդի իրավունքները, օրինակ մեր հավաքական հիշողությունը, պատմական իրավունքները, որ ազգային օրագարկի համար գետրոնական թեմաներ են, որ այս վարչագազմի օրագարկի վրա չկան։ Ոչ թե միայն չկան, դիտմամբ հանել են։ Հանված են ուղղակի։ Ներառյալ խորհրդանիշերը, ինչպես ասիկ Արարատը։ Հիմա երբ որ որևէ իշխող վարչագազմ աբազկայնացնե իր օրագարկը, չի կրնար ինքնիշխանանալ։ Ինքնիշխանության վերջնական նպատակը ինչ է։ Ինքնիշխանության գլխավոր գետրոնական վերջնական նպատակը ազգային ինքնորոշումն է։ Ազգային ինքնորոշում առանց արտաքին աստիճաններու։ Ազգային ինքնորոշում ազգի բնական էվոլյուցիայով։ Երբ որ դու կաս եւ այդ վարչագազմի օրագարկը աբազկայնացնես, ալիչ ինքնորոշում, ելիչ ինքնիշխանություն չկա։ Սահմանով չկա։ Աբազկայնացում եւ ինքնիշխանություն իրարու հագասող ուժեր են, չեն գնալ միասին նույն տեղը լինել։ Մի կողմից էլ հիշողության ջնջում։ Հիշողության դիդունավոր ջնջում, այսինքն քարոզչություն, որ մորնանք անցյալը։ Հիմա ես դեմ չեմ, որ պետք է առաջ նայենք, հա։ Անշուշտ առաջ պետք է նայենք։ Միշտ առաջ պետք է նայենք, բայց առաջ գնալը աբական պետք է խարսխված լինի որոշ արմատների մեջ։ Այդ արմատները որտեղ են։ Այդ արմատները մեր անցյալի հիշողությունն է, մեր գիտակցությունն է, մեր հավաքական պատմական գիտակցությունն է։ Եթե այդ բոլորը գործնենք, մեր ինքնությունը կգործնենք։ Հիմա նույնիսկ մարդիկ ինձ ասում են ինչ ինքնություն, ում ինքնությունը, այդ 20 տարեկան Երևանի երեխայի ինքնությունը կամ 70 տարեկան բաբիկի ինքնությունը։ Ասկե ավելի անհեթեթ գործանիչ միտք ես չեմ լսած։ Գա հայկական ինքնությունը սված մի բան, որ խոսեցան քիչ առաջ, այդ պատկանելիության զգացումը, որ չափազանց կարևոր է, դոս մի ուրիշ կարևոր միտք կա, տեսեք։ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի, արդյոք Հայաստանի Հանրապետությունը ազգային պետություն է կամ բարձ պետություն է։ Ազգային պետությունը գլա այն ադեն, երբ որ ունենա աթավակական հիշողությունը, գիտակցությունը, արժեքների գիտակցությունը, իր մշակութային գաբերը, արժեքները բահել։ Իսկ եթե ազգային պետություն չէ, այդ ազգային բովանդակությունը վերացված է իր ամբողջ հոգեբանությունից, իր հիշողությունից։ Հայ ժողովուրդը ինչ ունի դալիք այս երկիրը, որ Շվեյցարիան չի գրնար դալ, կամ Ամերիկան չի գրնար դալ, կամ Ֆրանսիան չի գրնար դալ։ Միակ բանը, որ Հայաստանը գրնար դալ, որ ուրիշ որևէ երկիր աշխարհի մեջ, որ կան գուզե հարուստ տող լինի, որ կան գուզե խաղաղ տող լինի, կապ չունի։ Ուրիշ որևէ երկիր չի գրնար դալ։ Այդ պատկանելիության, ինքնության, գիտակցության զգացումն է, չէ՞։ Մենք ինչու կուկամ, ես ինչու հոսեմ։ Այո։ Ես կդայի հանկից Շվեյցարիա ապրել, 7 տարի ապրել եմ Շվեյցարիա։ Շվեյցարիան սարեր ունի, լեռներ ունի, շատ սիրուն։ Բայց դրանք իմը չեն, սրանք իմն են։
Այստեղ ինչ որ տեսնում ես աչքդ իմն է։ Ոչ թե իմ սեփականությունը չէ, բայց իմն է։ Թվում է թե ձեր ասածը պարզ ճշմարտություն է։ Ապա այդ դեպքում այս հանրության մի տեսակ անզգայացած վիճակը, ամորֆ վիճակը, անտարբեր վիճակը ինչով է պայմանավորված հետաքրքիր է։ Դե այս անդարբերությունը ոմանք իրապես անդարբեր են։ Ես հանդիպած եմ անդարբեր, որ իրավ հոգը չէ թե այս երկրի վիճակը ինչ կլա։ Գրնա վաղը ցկել երթալ, եթե հնարավոր է։ Արդեն ան որ կարող է երթալու կացած է գնաց։ Բայց կան մարդիկ, որոնք անդարբերությունը հիասթափության արդյունք է, բարոյալքված լինելու արդյունք է, չգարենալ որոշել թե ինչ կարանք անենք, լավ մենք ինչ կարանք անելու արդյունք է, որոշ չափով վախեցած են եւ այդ վախը պետությունի կողմից քաչալերված է, եթե սա չանենք բادرան կլինի, հա։ Այդ վախը երբ որ pedagogan քարոշություն դառնա եւ վախը երբ որ կառավարման մեթոդ դառնա, շատ վտանգավոր բան է։ Մեզի պես երկիր ել մեկ հատ քարտեսին նայեցեք։ Ինչերով ենք շրջապատված։ Այս վիճակի մեջ վախը ամենագործանիչ երևույթն է եւ մենք միշտ վախսած չենք եղած, հա։ Մենք հանդուկն ժողովուրդ ենք, բայկարող ժողովուրդ ենք։ Հայ ժողովուրդը ամբողջ պատմության մեջ բայկար դարած ժողովուրդ է, մենք եթե բայկարող չլինեինք, չէինք դիմանար։ Վերջին շրջանին 543 տարի հայ պետություն չի եղած։ Կիլիկիայից հետո Կիլիկիայի թագավորության անգամից մինչև առաջին հանրապետություն։ 543 տարի։ 543 տարի հայ ժողովուրդը ապրած է օդար պետությունների ներքո։ Օսմանյան, ռուսական, սովետ, բարսկական եւ այլն։ Եվ դիմացած է։ Եվ իր նկարակիրը բահած է։ Իր դիմակիցը չէ գործընծուցած որպես հայ ժողովուրդ։ Հա։ Եթե գործներ այսօրվա Հայաստանը չէր լինի ուղղակի։ Այսօրվա հանրապետությունը իր ամբողջ գոյությունը բարդական է հայ ժողովրդի դիմացկունությանը։ Եվ այսօր ասում ենք, որ այդ բոլորը կարևոր չէ։ Եվ մեր բանի իրական Հայաստանի քաղաքապարախոսության մեջ մի դրույթ կա, որ գսե այսօրվա սահմանադրությունը իրավական ուժ չունի, որովհետև կրված է pedagoganազուրկ ժողովրդի կողմէ։ Իսկ մենք այսօր pedagoganություն ունեցող ժողովուրդ ենք, ուրեմն պետք է բոլորին տարբեր բան կրենք։ Ես հասկանում եմ, որ հասարակ մարդիկ, բայց մտավորականները, բիզնեսի մարդիկ, նրանք էլ վախենում են հավանաբար կորցնելուց։ Այ ես դա չեմ հասկանում եւ ուղղակի ուզում եմ հասկանալ ըստ ձեզ որն է այդ պրագմատիզմի եւ բարոյականության սահմանը, որ չի կարելի անցնել։ Ես չեմ սխալ մի հասկանաք, ես չեմ ասում վաղը ելնենք բادرազմ հայտարարենք, երբ որ ի վիճակի չենք բادرազմը ետ մղելու կամ հաղթելու։ Այդ չեմ ասում։ Բայց ամբիսի զիջումներ կան, աբասկայնացումներ կան, որ բادرազմ արկիլելու կամ կանխելու հետ կապ չունեն։ Իրավ կապ չունեն։ Այո։ Եվ նույնիսկ Արարատի հաները, մենք Արարատը ասկանադեն մեր բանի դարածքային բանջարդիրություն չէ։ Ադի հազարամյա բան է, խորհրդանիշ է, սիմվոլ է։ Բայց աստիճան աբասկայնացնել ամբողջ վարչակազմի օրագարկը միայն բادرազմ կանխելու համար ես չեմ տեսնում այդ ուրիշ ասորդակը ուրիշ բան կա եւ հայկական օրագարկ չէ այսօրվա վարչակազմի օրագարկը եւ նույնիսկ հետո ուրիշ բանը որ քարոզվում է այսօր որ մենք խաղաղություն ունենք մենք այսօր ունենք զինատատարը եւ խաղաղությունը բոլորովին տարբեր բաներ են զինատատարը վաղը կարելի է խախտել մանավանդ երբ որ երկու անհավասար ուժերի հետ է գործ խաղաղությունը եթե արտար է եւ երկու հավասար ուժերի հետ համացայնված է կարելի է պահպանել անկանադեմ որ մենք չենք կարողանալ այդ խաղաղությունը մեր սեփական ուժերով բարդատրել ասել է չունենք ուժեղ պիտի լինենք սուտ է ասել մենք խաղաղություն ունենք սուտ է չունենք զինատատար ունենք այո սահմանին գրագոտ չկա այո զինվոր չէ մահացած այո բայց ադի բոլորը զինատատար է ոչ թե խաղաղություն համաձայն եմ ես իմ քիչ առաջ որ ասացի բիզնեսի մարդկանց մասին թե նրանք ինչու են լռում էլի հավանաբար վախից էլի հավանաբար կորցնելու վախից եւ կան օրինակներ եւ կա մի օրինակ որը ես չէի ուզենա բերել բայց կուզենամ կիսվել ձեզ հետ օրինակ նույն ձեր
լավագույն բարեկամի ընկերոջ Ռուբեն Վարդանյանի օրինակը հիշում եք նա էլ սկզբում ասում էր, որ կառավարությունների հետ պետք է բարեկամություն անել, բայց ինչ ցույց տվեց կյանքը, այս կառավարությունը մատը մատին չի տալիս նրան ազատելու համար։ Ռուբենը իմ ջանցած այն ժամանակ ամենաաբակականացված մարդն էր, այսինքն քաղաքական հանդեպ ոչ դիրքորոշում ուներ, ոչ մոդեցում, ոչ քննադատել, ոչ կովապանել։ Ազգային գիտակցություն շատ ուներ, դիրքորոշում ուներ, ուզում էր ազգը նախ հսկա ներդրումներ գրթական մարզի մեջ, հրաձեր դպրոցներու շնորհիվ, առողջապահության մարզի մեջ ներդրումներ հրաձեր, նույնիսկ ծրագիր ուներ Հայաստանի մեջ վարպետներու կոնցեպտը զարգացնել արհեստների մեջ եւ զարգացնել ամենից որ վարպետները ճանաչվին, բայց քաղաքական մշնելու ոչ մի նպատակ չուներ, իրավ չուներ, չէր հազար, ինձ միշտ ասում էր, ես քաղաքական մարդ չեմ, ադի իմ բանս մեջ չգա։ Ամենից որ ինքը նույնիսկ 2018-ին ես կոմենգոմ դիրքորոշում ունենալու մասին չեր մտածած նույնիսկ։ Բայց հետո երբ որ 20-ի պատերազմեն հետո մանավանդ ամեն ինչ փոխվեցավ։ Ցևով ինքը բարդատրվեցավ մտնել, կոնե սկսել մտածել այդ մասին։ Եվ նույնիսկ իր Արցախ երթալու ծրագի եւ ես հավատացեք ինձ, ամեն քայլափոխի իր հետն էի, գիշեր ցերեկ իր հետն էի այդ օրերուն եւ շատ դժվար որոշում էր, որ որոշից Արցախ գնալ։ Բաջարը քաղաքականության մեջ մտնել չէր։ Բաջարը ասում եմ լավ, իր մեզակույն վախան է, որ Արցախը գահայաթափվի։ Ասում եմ Արցախը պետք է արգելենք, որ հայաթափվի։ Լավ, ինչպես։ Ինձ ասեց մի քանի անգամ, Երևան նստիկ, իրենց քարոզենք, որ մի հայաթափվի, չլար։ Սա պիտի երթամ։ Նախ օրինագով, որ սեմ դեսեք, ես եկել եմ այստեղ ապրելու, դուք եք գնում։ Երկրորդ, հնարավորությունները ստեղծենք, այնտեղ որ ժողովուրդը կգնա ապրիլ։ Չերմոսներ շինեց, որ բանանլան արևային էլեկտրական բաներ շինեց, որ գախյալ չլան շատ էներգետիկայի եւ սնունդի համար։ Ինչեր հրավ, սկիզբը այդ բոլորներ էր ծրագիրը։ Եվ հիմա մեկ-մեկ քննադատում են, որ ռուսական ագենտ է եղել ռուսերը գրգեցին։ Այդպես բան չկա։ Միակ ռուսական բանը կորձոնը ասպոլորի մեջ Ռուբենը հուսար, որ ռուս խաղաբահների ժամկետը գերգարացկվի, որ Արցախը գրնա ապահովվի։ Կային որ ռուս խաղաբահները այնադեն 2025-ին պետք է որ դուրս գային, բանով նոյեմբերի համաձայնությամբ։ Ինքը հուսար որ գրնա երկարացկվի։ Անշուշտ ռուս խաղաբահները շատ ավելի առաջ դուրս եկան, 23-ին դուրս եկան հայատապումից։ Ադգեզად ռուսական խաղ կամ կորձոն կամ բան ես չեմ տեսած Ռուբենի Արցախ գնալու մեջ կոնե։ Տեսեք, աս մեր կերիները ընդհանրապես ոչ թե միայն Ռուբենը, մեր բոլոր կերիները մեր ազգային մեծակույն ամոթն են այսօր։ Թե ազգային, թե pedagogan ամոթն են։ Վերջի աս մարդիկը Հայաստանի քաղաքացիներ են։ Իհարկե։ Որևէ պետության համար իրենց քաղաքացիները պաշտպանելը բարտականություն է, ոչ թե ընդրություն, կամ գնեմ, կամ չեմ ըներ, չէ, բարտականություն է, pedagogan բարտականություն է, կառավարության վարչակազմի բարտականություն։ Այսօր մեր մեծակույն ամոթն է ինչպես ասի, որ մեկ ատքան մարդ բանդում Բաքվի բանդում նստած եւ նույնիսկ եթե ոչ մեկին չես սիրում, հա, եթե բոլորին ադում ես, կապ չունի, քու ազգային արժանապատվության համար պետք է ընդվզես այդ բոլորի դեմ։ Եթե բոլորը մեղավոր են, թող կան հոսպեր, հոստադե հոսպանդդիր, լավ։ Բայց դու թույլ կուտաս, որ Բաքվի բանդում այդ բոլորը ամենա դաժանելի պայմանների տակ ապրին, ամենագեղձ դատավարություններու արդյունքում, եւ ես կտեսնեմ ոչ թե միայն այդ մարդկանց տադը խայդարագությունը, ամբողջ հայ ազգի մեր դատն է այնտեղ գնում, այո։ Հայ ազգի անարգանքն է ասի, եւ Ալիևը շատ լավ գիտե ինչ է անում։ Եվ ինչու Ռուբենը առանձնացուցին։ Ռուբենը թերևս այդ բոլորի մեջ ամենամիջազգային բանով ճանաչված մարդն էր։ Այո։ Եվ դրական իմիջ էր, դրական գերբար էր աշխարհի մեջ։ Նոբելի մրցանակակիրներ իրեն բարեխոսեցին իրեն համար։ Ինչ համաշխարհային դրական գերբար է Ռուբենը։ Ճիշտ բաժարով ուզես բախարագել, որովհետեւ մեր ազգային գերբարը բախարագ է։ Եվ մենք այսօր չենք գիտակցում, ինչպես չենք գիտակցում։
Եվ ասոր դեմ չեն կնվզում, ոչ կառավարությունը, ոչ ժողովուրդը, ես ժողովրդից ալ մի քիչ հիաստապված եմ։ Հենց դրա մասին եմ ասում, հա։ Ինչու, ասեն կառավարությունը չի անում, ինչու արդու իրիկուն ցույցեր չի կան, որ մեր գերիները բան, ինչու չեք դեր, աստիճան, կամ բարոյալկված հիաստապված, կամ անդարբեր։ Գիտեք, մենք էլ հաճախ մտածող մարդկանցով, ընկերներով այս թեմաների շուրջ զրուցում ենք, ուզում ենք հասկանալ որտեղ է մեր խնդիրը այդ հասարակության անզգայացած վիճակի ու համակերպվելու, այս ամեն ինչին համակերպվելու հետ կապված, մտածում ենք գուցե, չգիտեմ, դուք էլ ձեր կարծիքն ասեք, գուցե մեր կրթության, կրթադաստիարակչական մոդելի մեջ է խնդիրը։ Նայեք, մեր երեխաները լրիվ ուրիշ տեղ եմ տանում, բայց արմատները փնտրելու իմաստով էլի, մեր երեխաները 12 տարի սովորում են դպրոցում։ Մեծ ծավալի գիտելիք են ստանում ու դրան զուգահեռ մտածել, հարցեր տալ, անհարմար հարցեր տալ, չկա նման մոդել, չի լինում դա։ Հետո 18 տարին լրացած պատանուց, պարմանուց մենք պահանջում ենք, որ ինքը քաղաքացիական դիրքորոշում ունենա, բայց նա մտածել, ինքնուրույն մտածել ու դատել չի սովորել այդ տարիների ընթացքում։ Գուցե մեր խնդիրը, այդ կամազուրկ այսօրվա հասարակության խնդիրը այդտեղից է գալիս։ Լրիվ համաձայն եմ, ինչպես այստեղ պատմություն են դասավանդում օրինակ, անկիր բիդանես, թվական, դեպք, ասեղավ, անեղավ, վերջ։ Տեսեք, մի բարձ օրինակ դամ, մեր Լիբանանի մեր դպրոցը, այդ հայոց պատմության ուսուցիչը, որի մասին խոսեցա, բարձ օրինակ դամ, Արաքերեցիկի պատմությունը, չէ՞, մեր հայոց պատմությունը, կսովորենք։ Շամիրամ Թակոյին, Արային Սերա, եղավ, Բադերազմ եղավ, մեռավ եւ այլն։ Կպատմե պատմությունը։ Կուկա քննության բահը երկու հարցում դրած էր մեզի։ Առաջին, նկարագրեք Հայաստանը, եթե արան ընդուներ Շամիրամի առաջարկը։ Երկրորդ, նկարագրեք Հայաստանը, եթե արան չընդուներ, բայց հաղթեր։ Հիմա տեսեք։ Շիդակ սխալ պատասխան չկա։ Մտածել, վերլուծել։ 10 տարեկան երեխուն ստիպում է որ մտածի։ Ստիմում է որ աշխարհակաղակ այն օր այն ադային աշխարհակաղականություն բառը գոյություն չուներ, բայց դու գստիպես աշխարհակաղակության մասին մտածել։ Բայց եթե արժան ընդուներ, Շամիրամի ամսոնար, Հայաստանի եւ Ասորեստանի թագավորությունները միանային, պիտի նկարագրես մի ամբողջ աշխարհ։ Երևակայությունը գմբղվի թեպիտեղ որ հետո ինձ շատ օգտակար եղած են այդ բոլորը վերջը իմ ասպարեզից մեջ որպես խորհրդատու շատ օգտակար եղած են եթե ես այդ դաստիարակությունը չունենայի եթե այդպես ինձ 10 տարեկանին չստիպեին այդ մտածելը հավանաբար ես միս հաջողություններ չէի ունենար այդտեղից սկսի տեսեք որքան գանուխից սկսի այո այստեղ ես լիք ազգականներ ունեմ երեխաները գուկան մեկ հանդիպինք ես ասնույն հարցերը կուտամ իրենց ահա Բերանին բաց ինձ գնային, այդ ինչ հարցում է։ Եթե ընդուներ, հավա չընդունեց, եթե ընդուները որն է։ Այսինքն այդ ուղղությամբ մտածելու դժգամություն նույնիսկ կա։ Մեր ավարտական տեստերի մեջ, գիտեք ինչ տիպով, ինչպես են դրվում հարցերը, օրինակ, ես իմանուշ Հայաստանի բանաստեղծությունը 12 տող է, թե 13 տող։ Պիտի նշես որն է, ինչ մտածելու մասին է խոսքը, զոմբիացման ամենակարճ ճանապարհը։ Քանի որ կրթության ու դաստիարակության վերադարձանք, ես այնտեղ հարց էի թողել, մենք անցանք այս դաշտ, դուք ձեր տղաների մեջ ինչ սկզբունքներ եք դրել։ Ինչպես եք դաստիարակել, ամենակարևորը որ դրել եք։ Ամենակարևորը ազնիվ, անկեղծ, բարդաճանաչ, առաքինի։ Մենք այդպես մեծացանք Լիբանան, նայես Սփյուռքի մեջ հայերը ճանաչված էին որպես ամենավստահելի, չխապող, չսդող մենք եւ այդ համբավ ունենք եւ ոչ թե միայն Լիբանանի մեջ, ընդհանրապես Սփյուռքի մեջ։ Եվ խոսեցանք հիաստապության մասին, չէ՞։ Մենք ուրեմն մեծացել ենք, երբ պատկերացուցեք, որ okay, լիբանանցիք կարող է որ սուտ խոսին, խապեն եւ այլն, բայց հայերը չէ, հայերը չեն ուներ եւ այդ պատճառով ամենավստահելի արհեստավորները օրինակ մեքենաներու նորոգողները, ոսկերիչները բոլորը հայ էին։ Եվ լիբանանցիք այն գնախնդրեն են դեր։ Հայերին, որովհետեւ չեն ստում։ Չեն ստում, չեն խապում։ Պատկերացուր այդ մարդը գել է գուկա սովետական Հայաստան։ Եվ մենք մտածում ենք, եթե մենք Լիբանանում այդպես ենք Ալհալե երևակայեցեք Հայաստանը բույնը հայերի, հա, այնտեղը պետք է ամենամաքուր հայերը այնտեղ լինեն։
Իսկ ձեր տղաները որտեղ են հիմա ինչով են զբաղվում։ Մեկ դրած Լոնդոն է, ֆինանսական ոլորտի մեջ է, մյուս տղաս Սան Ֆրանցիսկո, ծրագրով IT-ի մեջ է։ Ամերիկա մեր դունը Կալիֆոռնիա Սան Ֆրանցիսկոից շատ հեռու, այսինքն մենք հիմա բոլորով այստեղ բիդլան հունիսի վերջը, բոլորով ընդամիոք։ Հա։ Առիթ է թե ուղղակի արձակուրդ։ Առիթ չէ, քանի որ քույրս պիտի առաջին անգամ գալով ուրեմն բոլորը ես որոշեցին գալ։ Հաճախ են գալիս։ Մի օր մի քիշեր է հաճախ են գալիս, անկպես կապված են այստեղին, Ձեզ նման խենթ են։ Բայց հայրենասիրության մասով։ Մեծ դրասմանավան շատ խենթ է հայրենասիրության մասով, բայց տեսեք, երկուքն էլ աշխատանք ունեն։ Հա, դժվար է հաճախ։ 8 ամիս անգարելի է։ Ես ալ երբ որ ասպարեզի մեջ չէի գնարկալը։ Բնականաբար։ Երբեմն երբ որ Շվեյցարիա գաբրեինք, մեկ շաբաթավերջի 2 օրով գուկայի գերտայի։ Երբ որ զդունը գառուցեին, այնադեն գուկայի։ Բայց երբ որ մնայուն աշխատանք ունես, ասպարեզ ունես, շատ դժվար է ցողնել։ Բայց եթե այստեղ մի բան գտնեն։ Հասկանալի է։ Քանի որ անձնականից խոսեցինք, մի հարց էլ կանանց մասին։ Թեմաները թռչկաձև են, չէ, որտեղից որտեղ։ Գիտեք, Վահան, ասում են ամեն տղամարդու կյանքում կա մեկ կարևոր կին, կամ մայր, կին ընտրյալ, կին դուստր, ով է ձեր կյանքի ամենակարևոր կինը։ Դուստր չունեմ, մի հատ թորնուհի ունեմ, նոր 10 ամսական։ Տեսեք, բոլորը են դարբեր են, մայրս ինձ շատ բան տված է, իմ նկարագրիս, արժեքներից, մանկությունից, իմ սիրած երկերից գլխավոր բաժարը մայրս է։ Ան երկերը, որ մաման երկեր միշտ, եւ մանավանդ ան երկերը, որ երկար ժամանակ գուլար, մինչև այսօր ինձ ամենահոգերահարազատ երկերն է։ Գինը չի կրնարած նույնը դալ, չէ՞, բայց ուրիշ բան գուտա։ Այդ նախնական, մանկական, բադանեգան շրջանին գինը չկար։ Այդ շրջանին քու ամբողջ հոգիդ նկարակիրը գիտակցությունը գերդողը մաման է եւ հայրը, բայց ավելի մայրը, քան հայրը ըստիս։ Ամենից որ կարելի չի ասել աս ավելի կամ մյուսը։ Մայրը ինք դեր ունի եւ շատ կարեւոր դեր է, քանի որ այդ դերը ինչ որ մայրը դված է, ալ միջև հետդ գերեզման գերտադի չի կարելի չէ գործնել մոր դվածը։ Հետո գինը որպես կյանքի ընկեր եւ որպես քո ընտանիքի partner կենգեր բոլորովին դարբեր դեր է։ Չեմ որնարսել անավելի կարևոր է կամ միսը։ Երևի վերադառնանք էլի քաղաքական մի հարցի, որովհետև ես չեմ կարող ուղղակի ձեզ այս հարցը չտալ։ Կարող եք դուք անուններ չասել։ Մենք հիմա այս խաղաղության մեջ նստած ենք, բայց մայրաքաղաքում ու այլ բնակավայրերում ահա որ աղմուկ է հիմա, նախընտրական աղմուկ եւ քարոզչության երևի թե ամենաթեժ օրերն եք ապրում, բայց մարդիկ շատերը դեռ մնում են չկողմնորոշված։ Նույնիսկ նրանք, ովքեր ուզում են գնալ ընտրության, չգիտեն ինչպես ընտրել։ Կարող եք օգնել 1-2 սկզբունքային կետով ինչպես գնալ ընտրության եւ քաղաքական որ ուժի հաղթանակի դեպքում ինչ կարող ենք ունենալ։ Տեսեք, ես շատ ուժեղ կարծիք ունեմ առաջ ընտրությունների մասին, հետեւյալ իմաստով։ Ամեն մի Հայաստանի քաղաքացու, որ ընտրելու իրավունք ունի, ընտրելու բարդականություն ունի։ Չի բավերսել ես ոչ մեկին չեմ հավանում, ուրեմն չի պիտի գնամ քվեարկելու։ Չքվեարկելը քվեարկել է։ Չքվեարկելը ձայն է։ Եվ ամենավատ ձայնն է։ Այո։ Իրապես ինձ համար եթե այսօր հասնեք ամենավատ ձայնը ինչ է այսօրվա քվեարկության մեջ, չքվեարկելն է, ձայն չդալն է։ Պետք է դրվի անպայման ըստիս։ Եվ մեծ տարբերություն կնե արդյունքի վրա։ Տեսեք, եթե քվեարկող հասարակության 49% քվեարկե, կամ եթե 80% քվեարկե, արդյունքը դարբեր է։ Ես չեմ ասում ում պիտի քվեարկեք։ Այո։ Ես իմ հորտորս, հայ հասարակական, հայ ժողովրդի, ես անոնց մեկ մասն եմ եւ ես իմ հորտորին պիտի հետևիմ։ Նույնիսկ եթե ոչ մեկին չեք հավանում, մտածեցեք թե չարիած փոքրակույնը որն է եւ կացեք անոր քվեդվեք։ Ես չեմ ասում ում, դա ծեր խղճի հետ կապ ունի։ Եթե ունիք ամենալավը ասպոլորի մեջ, անշուշտ միանշանակ գնացեք քվեարկեք այդ լավին։ Եթե չունիք լավը, ամենաչարիած փոքրակույնը կդեք եւ քվեարկեք, ասկե ավելի կարեւոր բարդականություն քաղաքացին չունի։ Լուրջ եմ։
Հարկ վճարելից ավելի կարևոր է ասանրություններին քվեարկելը ըստիս, որպես քաղաքացու պատասխանատվություն եւ բարդականություն։ Կան երկրներ, կարծեմ նույնիսկ պարտադիր է, չէ՞, քվեարկության գնալ օրենքով, օրինակ Երանի էստեղ բարդակի։ Բելգիա, Շվեյցարիա, շրիֆ կան։ Այո, քանի որ խապկանք է, եթե ժողովրդին 49% միայն քվեարկում է։ Բնականաբար Մենք այլևս ինչ ժողովրդավարություն, ինչի մասին ենք խոսում։ Այդ ընդրությունը ժողովրդին ընդրությունը չէ։ Հա, բայց կարծես 21 թվից տարբեր վիճակ է, չէ՞, ոնց որ ավելի ակտիվ է ժողովուրդը։ Այս տարի ավելի ակտիվ է, նախ շատ բաժարներ կան։ 21-ին ժողովուրդը հագարակ որ 26 տարբեր տեխնացու գարգարզ է, դեսան երկու ընդրություն, կամ Քոչարյան, կամ Փաշինյան։ Եվ անկան դեր հագարակ 20-ի պատերազմի գորուսներուն, դեր անկան անվստահություն կար հատ նախկին գոչվածների դեմ։ Բայց 21-ից ի վեր 5 տարի անցած է։ Մեկ շատ ավելի մեծ գորուսներ ունեցած ենք ասստացքում։ Արցախը գործրել ենք։ Մաբիաբելի ցնցիչ բան ես չեմ գնա պատկերացնել։ Մեր սովրեն դարասներ գործրել ենք եւ շատ կարեւոր դարասները միայն ոչ թե միայն բարձունքների հետ գաբ ունին, այլ ջուրի աղբյուրներ կան գրավված դարասների մեջ։ Այլոնակներու ձևը փոխված է։ Միայն Քոչարյան, Փաշինյան չի այսօր։ Կան այլ ուժեր, այո, եւ բավականին ավելի դարբեր եւ աչքարու բաներ կան։ Ամենից որ ես հույս ունիմ, որ ժողովուրդը նախ կհասկանա իր բարդականությունը, կնդրե կամ լավը կամ չարյաց փոքրակույնը եւ գերտակվեարկելու դարբեր է իրավիճակը եւ ես բան չեմ, այսինքն չեմ գտնար միանշանակսել, որ 21-ի արդյունքը այսօր պիտի կրկնվի։ Քանի որ բարականները բոլորովին տարբեր են։ Տարբեր են։ Դուք եք կարծում, որ սա պարզ ընտրություն չէ, սա ընտրություն է լինել եւ չլինելու, Հայաստանի լինելու եւ չլինելու միջև։ Ես, այո, որոշ չափով կհավատամ ադոր, ինչ իմաստով։ Եթե կենտրոնանանք ամենավատ սցենարի վրա, ամենավատ սցենարը պիտի լինի Հայաստանը գործնել առանց պատերազմի, խաղաղությամբ։ Հայաստանը գործնել հսկա ներխուժմամբ թուրքական, ադրբեջանական ներդրումների 4-5 տարի հետո Երևանի փողոցները թուրքեր են լսել, թուրքական ռեստորաններ, թուրքական երաժշտություն, թուրքական ներդրող, թուրքական գործադեր, թուրքական ամեն ինչ, ինչպես Վրաստաներին։ Այսօր նայեցեք, ես բան չեմ չափազանցում, Վրաստանի տնտեսությունը, որ Հայաստանի տնտեսությունից 3 անգամ ավելի մեծ է, մեծ ամասամբ կառավարված է թուրքերով, թե իրենց շինարարական ոլորտը, իրենց օտագայանները, իրենց նույնիսկ պաշտպանության համագարկը, իրենց երկրագործական ոլորտը։ Հիմա մենք ոչ Վրաստանի չափը ունենք, ոչ Վրաստանի կառավարման հմտությունը ունենք, որ արգելենք այդպես բան։ Ամենից որ ես շատ կարևոր բան կա, ես չեմ գիտեր Հայաստանի հասարակությունը որքանով իրազեկ է այն իրողության, որ կարելի է խաղաղության բան գործընծնել։ Միայն պատերազմով չէ որ գործընծնես։ Եվ ես սխալ մի հասկանաք, ես չեմ քարոզում պատերազմը լավ է, խաղաղությունը վատ է, չէ։ Միայն ասում եմ խաղաղությունը չնշանակեր գորուս չունենալ։ Եվ խաղաղության միջոցով եղած գորուսները շատ ավելի դժվար է վերականգնել, քան պատերազմի միջոցով եղած գորուսները։ Դա էլ պետք է հասկանանք։ Այո։ Այսինքն աս վախեցած դուները նստած պատերազմից խուսափել խաղաղությունը էս անկանալ ոչ հերադես է, ոչ խելացի է, ոչ ալ անվտանգության սադարող մոդեցում է ասկայի մասշտաբի վրա։ Շատ լավ։ Մենք մոտեցանք հաղորդման վերջին, բայց ես ունեմ բլից հարցեր, որոնց արագ պատասխաններ եմ ակնկալում։ Ինչ է ձեզ համար երջանկությունը եւ որ պահերին եք ձեզ իսկապես երջանիկ զգացել, կամ որ պահին կյանքում։ Գուցե դա մի պահ է եղել։ Այստեղ էսպանության մեջ։ Հա։ Ես ընդհանրապես ուրախ մարդ եմ, նայեք, դխրիլ մտահոգվեմ, բայց չեմ դխրիր։ Դխրիլը ձերը չէ։ Չէ։ Ինչի մասին եք երազում, որ կարելի է բարձրաձայն ասել, որի մասին։ Իսկապես հզոր, անկախ, ինքնիշխան, իրնաբես ինքնիշխան, ոչ թե երևույթով ինքնիշխան Հայաստան։ Եվ քանի որ մեր ոդկասթը վերնագիր ունի ընտրելով Հայաստանը, կնշեք 3 պատճառ օրինակ ինչու ընտրել Հայաստանը։
Ինչպես առաջի այստեղ է որ ես այդ պատկանելությունը կսկամ, գիտակցությունը, ինքնությունս այստեղ կդրսևորվի, այս սարերը իմն են, շվեյցարիոս սարերը իմը չէին, ամենակարևորը դա է, եւ հույս ունին, չեմ գիտեր որքան կստացվի չստացվի, որ որոշ չափով գրնամ աստերություն ունենալ Հայաստանի ուղղության, քաղաքականության վրա, օրինակ ես Վարդովիտ գյուղը, իմ գյուղս է, ես որտեղ գրել եմ եւ Որտեղ եք գյուղը։ ինձի հարց տվիք, թե ինչու է այստեղ։ Հա։ Հայաստանը քալեց օյվեր, ես միշտ փնտրած եմ սահմանամերձ գյուղ։ Եթե ամեն մեկը սպիրկահայ մի սահմանամերձ գյուղ որտեղ է, բոլորին դարբեր գլա մեր իրավիճակը, մանավանդ գյուղակ։ Ես շատ կհավատամ մեր անվտանգության համար գյուղերը որ ավելի կարևոր են, քան Երևանը։ Երևանը անվտանգության հետ կապ չունի։ Այս սահմանամերձ գյուղերը անմիջական կապ ունեն անվտանգության հետ։ Եվ ասկյունն ալ գրնար տադարգվեր, հա։ Միանշանակ։ Եվ ասկե հետ ով գյուղ մգար, գեդիկվան կանոնով բարաբե, մարդ չկա։ Անկի անտին Սևաժայր անունով գյուղ մգա, գրեթե մարդ չի, մի քանի հոգի գանալ անասուն կբահեն այնտեղ։ Կամած, եթե աս սահմանի գյուղերը տադարգվին եւ մենք մեր ամբողջ ժողովուրդը գետրոնանա կենտրոնի մեջ, ինչ սահման բահմանել է ինչի համար։ Նրանք ովքեր չեն պատկերացնում, ես էլ մինչև այստեղ գալը անկեղծ ասած շատ լավ չէի պատկերացնում, ներկայացնենք, որ սահմանն է սա եւ որտեղից ինչքան հեռու է։ Այստեղ Քարվաճարը ուղիղքից 12 կիլոմետր է այստեղից Քարվաճար, Էնգոմ։ Ահա։ Ջերմուգ Էնգոմ։ Անշուշտ ուղիղքից ճանապարհ չկա այստեղից Քարվաճար, դարձարցիկ ճամփաներով մոտ 31 կիլոմետր է, ես եղել եմ մի քանի անգամ։ Քարվաճարի մի հատվածը կա, որ Հայաստանի մեջ կմտնի այսպես բանը, որ մինչև 37-ը Հայաստանի կպատկաներ։ Այդ հատվածի մեջ կան ալ լճերը, հոյագապ լճեր են, պետք է Երանի Քարվաճարը չգործրած այնտեղ կնայեք։ Այդ դեսակ բնություն քիչ կա։ Ես ամենաշատ ափսոսում եմ Քարվաճարի գորուստը, անգերձ եմ ասում, ամենաշատ։ Անշուշտ բոլոր Արցախի գորուստը ափսոսում է, բայց Քարվաճարի գորուստը հսկա գորուստ էր, թե բնության առումով, թե ռազմավարական առումով, թե այդ ջրամբարներու առումով։ Այսինքն խմելու ջրերի ստորգետնյա մեծ պաշար կար այնտեղ, որտեղից ցնուցվում է Արցախը։ Ընդ երկրյա հադագյա գեդեր կան այդտեղ, լճերից մինչև Արցախ եւ լճերից մինչև Սևան։ Սևանը միայն 2000 մետրի վրա է։ Այն լճերը 3500 մետրի վրա են։ 1500 մետր բանգա դեպի վար։ Եվ այնտեղից ամեն ինչ հայտնի ալ չէ որ կան տեղած ջուրերը կնում են ինչեր են։ 37-ի այդ հատվածը դվին Քարվաճարի, Հայաստանի զարին դվին Քարվաճարի, իբր թե եղեր քյուրդերը այնտեղ առօրավայր պետք ունեն եւ մենք եղբայրական պետություններ ենք, ինչ տարբերություն մերը ձերը նույնն է, չէ, Սովետ միությունն է վերջի։ Այո։ Տեսակ խաղաղության միջոցով եղած գորուստ է։ Եվս, այո։ Խաղաղության միջոցով եղած գորուստ էր, այդ ամբողջ ալլեջերի գորուստը, որ այսօր չեն կրնար վերականգնել։ Պատերազմով չարին։ Մենք տվինք։ Կյանքը ցույց տվեց, որ պատերազմով մենք ունեցել ենք ձեռքբերումներ, իսկ խաղաղությամբ ցավոք կորուստներ 100 տարին մեկ։ Այո, ադի փաստերից մեկն է։ Շնորհակալություն Վահան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, անշուշտ դեռ շատ կան հարցեր անվերջ կարելի է ձեզ հետ զրուցել, բայց այսքանով ավարտենք, շնորհակալ եմ։ Վահան Զանոյանն էր, ումից լսելու, քաղելու եւ սովորելու շատ բան ունենք եւ ուղղակի շնորհակալ ենք, որ այսպիսի կենսագրությամբ մարդը ոչ միայն գյուղ է որդեգրել, այլ այսօր ապրում է մեր կողքին։ Ապրեք, ձեզ շնորհակալություն, որ այս երկար ճամփան գդրեցիք եկաք։ Սպասենք լավ օրերի։